մեջ, այսօր ձեզ համար մեծ տոն է։ Հավատացած եմ, որ այն անջնջելի տպավորություն կթողնի ձեր ամբողջ կյանքում։ Այսօր դուք պատրաստվում եք մի խաղ ճանապարհորդության, պետք է հաղթահարեք որոշակի դժվարություններ, որպեսզի հայտնվեք մի նոր աշխարհում։ Այդ աշխարհը հայտնվելու համար դուք պետք է բացեք այս հրաշագործ վարագույրը, որի հետևում թաքնված է այն գաղտնիքը, որը ձեզ տանելու է դեպի այդ հրաշագործ աշխարհ։ Հուսով եմ, որ շատ լավ կհաղթահարեք այդ բոլոր դժվարությունները եւ կհայտնվեք այդ աշխարհում։ Իսկ որպեսզի այդ աշխարհում հայտնվեք, ձեզ օգնելու են մեր հյուրերը։ Իսկ առաջինը դիմավորենք մենք ահա թե ում։ Ծուղրուղու, ես կարնակատար արտագաղն եմ, հավերից պահապանն եմ, տեսեք ինչ ժաշկար է, ինչ ուրախ ենք բոլորս, սովորաբար ես աղետում եմ աշալույսը, ակնացնում բոլորին, ակնացեք լիներս, այսօր ես իմ օգնականների հետ եկել եմ ձեզ հանելուները աչակելու, եթե դուք ճիշտ գուշակեք նրանց պատասխանները, մեր հյուրերն են նույնպես մեկ կհայտնվեն, իսկ նրանց ներկանալուց հետո դուք պետք է գուշակեք, թե ում ասրաշավոր վագուրի ետևում։ Եվ երևում է աշխարհի պես, լուսավորվում է մեր հյուրն այնպես, անուն ասեք, եթե լավ գիտեք, թե ինչ ճրագ է լուսով ոսկեգեզ։ Արևն է, արևն է։ Լուսնի քույրն է ոսկե հատիկ տեսքով սիրուն, շատ եղեցիկ, առավոտն է նա դուրս գալիս և բոլորին կյանք է տալիս։ Արևն է, արևն է։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, ես ձեզ շարքը կկոչեմ արև, ձեզ կբաժանեմ նկարներով քարտեր և դուք կդառնաք արևի բալիկները։ Լսենք հաջորդ հանելուկը։ Ամեն տարի վաղ կանուքից նա իր բույնը դամկի, վարչում ողջոտունքներ, բարեկամն է վաղուց նամի։ Արագին է, արագին է։ Լավ երեխաներ, ճիշտ գուշակեցիք, ապրեք, ես արագիրն եմ, ես ձեզ կբաժանեմ նկարներ, դուք կկազմեք նախադասություններ, եթե դուք լավ աշխատեք, ես ավելի շատ կոգևորվեմ և ավելի շատ օգուտ կտամ մարդկանց։ Դարագիլ դուք էլ միացի։ Ոչինչ, դուք երկուսով կկազմեք։ Շոքերն անցան, պտուղները քաղեցին, հացով մրգով ամբարները լցրեցին, երկին կանպեց բարակ անձրև է մաղում, մեկ դաշտերը և ծառերը ողողում։ Ապա երեխաներ գուշակենք այդ երբ է լինում։ Իսկ աշնանը ուրիշ ինչ փոփոխություններ են կատարվում բնության մեջ, ապա նարեք, ասա։ Չումեն տակ երկրի։ Ասա տեսնեմ Արման ջան ոտքի։ Տերներ թափվում են։ Ապրես, ասա Ժիրայր։ Անձրև է գալիս։ Ուրիշ տեսնեմ, ասա։ Մրգերը հասունանում են։ Ապրիմ աղջիկը, ասա տեսնեմ։ Քավերի։ Շատ լավ, այս շարքից տեսնեմ Անուշիկ ջան։ Տերևները գունավորվում են։ Կարելի է ասենք տեսնեմ։ Տերևները թափվում են։ Ապրես Լևոն ջան, ասա են։ Մռայլ է լինում։
Ապրես մռայլ է լինում, ուրիշ տեսնեմ ես շարքից է, բուրգեն։ Ձյուն է գալիս։ Ու շաշնանը նաև ձյուն է գալիս, ինչու չէ։ Տեսնեք Մարիջան։ Ցուրտ է լինում։ Ցուրտ է լինում, լավ երեխաներ։ Իսկ մենք աշնան մասին երգ գիտենք։ Երգեր։ Ջան, 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 աշուն է, տեսես, նախշուն է, դանդու խնձոր խավելու, նա մեզ այգի է կանչում, դանդու խնձոր խավելու, նա մեզ այգի է կանչում։ Լավ, իսկ ոտանավորներ աշնան մասին տեսնեմ Աշունը եկել է, աշունը եկել է, աշունը աշխարհը գույնս գույն եկել է։ Ապա Արինա ջան, քեզ լսենք։ Ներկել է սարերը, ներկել է ձորերը, և խշխշում է իր նախշուն շորերը։ Ապրես, Արեն, լսենք։ Աշունը, աշուն անձևոտ, աշուն երկին կամպոտ, գետերը կտոր։ Ապրես, Հայկին լսենք։ Նորից եկավ աշունը, բռեց իր տեղին գույնը, տերևները թափվեցին ու գետինը ներկեցին։ Ապրես, Նոնե ջան, քեզ էլ լսենք։ Եկավ աշուն բաղձալի, նկել բերեց ու թարի բռեց գույնը և նրան, ներկեց ադար դաշտում։ Ապրես, Էդգարին լսենք։ Այրն արդեն չի ջերմացնում, շաղը նստում ամենում ու փչում է սարը քամի, նա ձմռանն է դիմավորում։ Լավ երեխաներ, դե հիմա բերեք տեսնենք մենք ում ենք դիմավորելու։ Աշնանը։ Կանչենք նրան։ Աշուն, աշուն, աշուն։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, ես ձեզ շարքը կկոչեմ աշուն, ձեզ կպաշտպանեմ մերքերի ու բանջարեղենների նկարներով քարտեր, դուք արագ կգունավորեք և կպաշտպանեք վանկերի, այսօր երկին քանան փեջինչ, արևոտ պայծառ, զուգված տոնական, աթիվ ասնիկներ երկրկից իջեք և արեգակի շուրջ տեպար բրդեք, իսկ եսի բույրով տեսքով անդբակ, ատար դերկել գույրով ասաբակ, բերել եմ ձեզ պես մրկել և գեղեցիկ շատ նկարներ։ Ապրես, աղջիկներ։ Բաժաններ հիմա, անշաշկեն ամեն զգիստարանին ում բարիքներն են։ Արևի բարիքներն են, արև միացեք ձեր շարքին։ Ում բարիքներն են մեջտեղի շարքը։ Արևի միացեք ձեր շարքին։ Եվ ում բարիքներն են մյուս շարքը։ Աշուն, դու միացիր ձեր շարքին։ Ախավան դու գրավի տեղը։ Շադրված են հանձնարարություններ, յուրաքանչյուր շարք պիտի կատարի իր աշխատանքը։ Հանձնարարությունները շարքերում տարբեր են։ Ուրեմն առաջին շարքը նախ որոշում է ինչպիսի բառ է իր բառ նկարը, այսինքն միավանք, երկվանք, եռավանք, եւ գտնում է ահնչյունը եւ գունավորում։ Երկրորդ շարքը կազմում է նախադասություններ, իսկ մյուսները պետք է արագ գունավորեն, աշխատում ենք, սկսում ենք արդեն։ Արագ գունավորեք եւ գտնեք ահնչյունը ներկեք կարմիրով։ Արագ, ձեզ ժամանակ է տրվում։ Կարմիրով գունավորում եք դուք։ Հա։ Տեսնեմ, աշխատում ենք այրում։ Ապրես։ Հա։ Որներ անտեսում ես ներքին։ Չէ, դու նախադասություն ես պատմում։ Նախադասություն ես մտածում, ուղղակի մտածում եք նախադասություն, նկարի շուրջ նախադասություն։
Լավ, մենք արդեն սկսենք մեր բացատրությունները մինչև երրորդ շարքը կվերջացնենք, հա? Ապա տեսնենք այս շարքում միավանք բառերով նկարել ում նկարը միավանք է։ Ում մոտ է միավանք բառը ձեռք է բարձրացնում։ Ասա աղջիկս։ Արջ, որն է ահնչյունը ընկածել բառասկզբում։ Տեսնեմ ուրիշ կա, որ նորից միավանք լինի։ Ասա։ Հա, որտեղ են կած ահնչյունը բառամիջում։ Այո։ Լավ, երեխաներ, որ լինի երկու վանք, այդպիսի բառեր։ Ասա տեսնեմ։ Կարժա, այստեղ քանի հատ ա կա ննեջա։ Երկու ա։ Ուրիշ, ասա։ Գացին, այո, ընկած է որ վանգում, առաջին վանգում, ասա, կապիկ, Ատանը ընկած է ես, ահնչյունը ընկած է առաջին վանգում, կապիկ, ասա, չէ, արդեն երամանք է մյուսները, թե կոմոդի չէ, ասա, այդ կար, կարժա, քանի վանգ է, երկու վանգում է կապ, ահնչյունը, արեն մի հատ քո նկարը, ինչ է պատկերված այստեղ, ծիծեռնակ, բաժանի վանք էլի, ծափերով բաժանեք, հա? Ծիծեռնակ, քանի վանք է տղաջան, իսկ ահնչյունը որ վանգում են գած, վերջին վանգում, չէ տղաջան, լավ նստիր, իշ որ երավանք բար լինի, ում մոտ կա, երավանք, տեսնեն, ինչ ես նստել, ասա, Նա պաստա ու քոբախտը բերել է, չէ, բոլոր վանգերում ունենք ահնչյունը, ճիշտ է, լսում եմ ասա, քոմոդ ինչպես է, երեք ահնչյուն ունենք, ճիշտ է, երեք վանք, երեք ձայնավոր, և քոմոդ տեսնեմ, արդեն քոմոդ քանի վանք ունենք, չէ, քոմոդ քանի վանք ունենք, մի հատ ասա քո պատկերը, քանի վանք ունենք աղջիկս, 5 վանք, չէ, առաջին և վերջին հնչյուններն են այերը, նկարովներ խանգարում է։ Լավ, միակնում է արագ ձեր քախերը դու հավաքիր, մենք անցնենք այս շարքին։ Ձեզ հանձնարարված է նախադասություններ կազմել, ճիշտ է։ Այդ դեպքում հիմա, որպեսզի մեր ժամանակը չկորչի, արագ կաշքով, ապա Էդգար, դու արի միավանք բառի գծապատկերն ես տալիս, նախադասություն պիտի կազմես, ոտքի։ Դպրոցի զանգը հնչեց, քո նախադասությունը քանի բառից էր կազմված։ Լավ հաշվենք, դպրոցի զանգը հնչեց, քանի բառ եղավ։ 3 բառ, այո, լսում ենք, ասա։ Ապրես, նախադասություն կազմիր։ Նախադասություն կազմիր։ Նախադասությունը կազմված էր բառերից, ճիշտ է։ Հիմա դու մտածի նախադասություն։ Կանգնեց, ավտոմեքենան կանգնեց, քանի բառ ունեցավ քո նախադասությունը։ Ավտոմեքենան կանգնեց, քանի բառ եղավ։ 2 բառ։ Լսենք քեզ, Նարեկ ջան։ Մայրիկս լամ գնեց, շատ ապրես, քանի բառ եղավ քո նախադասությունը։ 3 բառ։ Արմանն եք լսում։ Աշնանը անձրև եկավ, էք 3-ից են կոմ չեք ուզում անցնեք, քանի բառ եղավ։ 3, լսենք։ Ես պաղպաղակ եմ ուտում։ Ապրես, հաշվենք։ Ես պաղպաղակ եմ ուտում։ Այո, ասենք։ Մայրիկս գնեց սեղան։ Ապրես, քանի բառից էր։ Մայրիկս գնեց սեղան։ 3։ Այո։ Սարգիս։ Ես ծաղիկ եմ քավում։ Ոտքի կանգնի նոր։ Հաշվենք բառերի քանակը։ Ես ծաղիկ եմ քավում։ Ծաղիկ եմ քավում։ Քանիս եղավ։ 3։ Քանիս եղավ 4 բառ, այո։ Լսենք։ Աղջիկը քայլում է փողոց։ Քանի բառ եղավ Նարեն։ 3։ Լավ հաշվենք։ Այդ փոքր բառը չեք հաշվում։ Աղջիկը քայլում է փողոցով։ Քանիս եղավ։ 4 բառ։ Լսում եք Լևոն ջան։ Ես տանձեմ ուտում, ապրես, և ձեզ մոտ կրակ, ասա Հակոբ։ Հայրիկս կրակ վանեց։ Ապրես, Հակոբ նախադասության գծապատկերը տուր։ Այդ եռավանկը ով էր տալու Էլեն։ Եռավանկը քանի, հա, այսպես ես, մեջտեղից է ակիսել, բայց մենք այսպես չենք անում, չէ, վերևից ենք սկսում, որ սիրուն երևա։
Չէ, չես կարող Էստերից գծի, որ ու գծի Այո, այդ ինչ նշան դրեցիր։ Իսկ այստեղ ինչու ես բարձր արել։ Որովհետև մեծատառել է։ Նախադասությունը սկսվում է մեծատառ։ Շատ լավ, ապրեք երեխաներ։ Ձեզ մոտ է ստացվեց, հաղթահարեցիք, տեսնենք մյուսը։ Դուք ինչ եք ունավորել։ Սա ինչ է։ Բանան։ Ասա, քանի բան ունի բանանը։ Քանի դու տարել մի հաշվի։ Բանան, այո, քանի ձայնավոր ունես։ Ապրեք, բոլորը դա ձայնավորների տեղը շատ ճիշտ կտրել էիք, շատ ապրեք երեխաներ, անձայնավորի տեղը, այսպես ասեմ, քանի որ անեմ ես այսօր դուք ավելի շատ ծանոթ եք այի, դրա համար մենք կենտրոնացել ենք այի վրա։ Լավ երեխաներ, ապրեք, մի հատ հիշենք, նորից մեկ անգամ հիշենք, այս շարքը սկսվում էր որ հնչյունով, արեք, այո, մյուս շարքը, արագիլ և աշուն, այսինքն որ հնչյունով սկսվեց, հնչյունով, շատ լավ երեխաներ, հիմա ոտքի կազմենան երեխաները, որոնց անուններն են սկսվում հնչյունով, լսում եք, Արման, անունը ինչով է սկսվում, խաղում ես, Արեն, ասա, Անուշիկ, ասա, Արևիկ, ուրիշ, ապրեք, լավ նստեք, այն երեխաները, որոնց ազգանունները, Ասլանյան, այո, Աբրահամյան, ճիշտ է, շատ ապրեք, լավ, մայրիկների անունները տեսնեմ, ասա, Այո, դա պապաներին է չլեղացնենք, պապաներին է հարցնենք, տեսնենք, ասա, Արայիկ, ասա, լավ երեխաներ լսեք, այսինքն այստեղ մենք մշտական որ հնչյունը լսեցինք հնչյունը, այ որ գնում ենք բժիշկի և բժիշկն ասում է, ուզում եմ ես կոկորդը նայում, ես ինչ է ասում, որ ասում եկեք մի հատ մեր վերջին երկած աշուն եշտեք, եշնենք այրով, կարող ենք, փորձենք Կարծում եմ դուք բոլոր դժվարությունները շատ ճիշտ հաղթահարեցիք և ժամանակն է, որ բացվի մեր հրաշագործ վարագույրը և մենք տեսնենք մեր հյուրին։ Ով է մեր հյուրը երեխաներ։ Ատառը, այո, մենք անասել ենք, լսել ենք, բայց հիմա տեսնում ենք արդեն ատառը և նրա հետ միասին բնականաբար մեզ հյուր են եկել այով սկսվող, սա ինչ է երեխաներ, արյուծ, Արարածալը, տարի տեսքով մեզ հյուր է եկել արծիվը, որը արծիվն է մեր թևավոր, թռչունների թագավոր։ Եվ այստեղ ես ուզում եմ դուք գտնեք, ունենք կենդանիներ, որոնց անունների մեջ նորից կա այդ տառը, ուզում եմ գտնեք և ինքներդ գունավորեք, տեսնեմ ով է գալու, Մարիարի։ Ինչ է պատկերված։ Բերեք բաժանեք մանգերի։ Այո, ապրես, ճիշտ է, չէ երեխաներ Մարիան, և մյուսը տեսնեմ, ինչ է պատկերված, արյուծ, Արև ջան, մյուսն էլ դու արա, չէ, որ տեսք արևում, ապրես Շահանե ջան, երեխաներ դե բայց մենք քանի որ առաջին տարն ենք անցնելու առաջին ատառը բնականաբար մեզ օգնելու էր ով երեխաներ մեր այբենարանը չէ բերեք կանչենք այբենարանին լավ երեխաներ
Արագ երեխաներ, նկարում եք առարկաներ, որոնք սկսվում եք ահնչյունով, արագ տեսնեք, այո, սկսվող ինչ ես նկարել եմ միակ ասա խնձոր բարի մեջ այ լսում ես դու ես փորձի նկարել ուրիշ առարկա, որ այով լինի ինչ է, արջես նկարել, արել, ապրես, ատարով բան եմ նկարել ովքեր կավարտեն ձեր բարձրացրեք, որ ես ասա լավ, հետո կգունավոր ես ասա Տեսնում ենք, դա, ասա, հագուս բարձր ասա Ես նկարել եմ, բայց ուզում եմ իմ նկարը տամ հանելուկով ասա տղաճա Վերևից այն ինչ է գրալիս, մեր թաչը, մեր թաչերի տայսը դլանս մանաս կամ մեծ օգու կամ մեծ Ինչն է երեխան տեսնենք նկարել ես անձրև, շատ ապրես Լևոն հետ լսենք Երկու երկվար վայրված էր վիսարով ստիքան էր, որ բատեր էր, մոտյա չեն Ինչն է երեխաներ, աչքերը տեսնեն, քո աչքերի նման սիրուն աչքեր նկարել, այդ կա, մեկը մեծ է սարել, մեկը փոքր Լավ, ապրես, արևի քեզ լսենք Մի մատնաչապ չի լինի, մի մետրաչապ ոչ ունի, թե այդիր չունեն, այն մարդիկ պիտի մեր Ինչն է երեխաներ, ասերը, ճիշտ է, որին լսենք Հետ ու թեթև մեկ շպիտակ ու մեկ եցրեք, ես որ բարկանում եմ անձրև եմ թապում Ինչն է երեխաներ, ամպը, տեսնենք գորջան, շատ ապրես, ճիշտ է, լսենք մոնբան Էլենի Ծնվում է ու մեծանում, հենց նույն օրն էր մահանում, հետո նորից կյանք առած, պայծառ շորեր է հա Ինչն է երեխաներ, տեսնենք քո արևը, այդ ինչ փոքրիկ արև ես նկարել, դա մեզ ջերմացնի, բա Մոնիկային լսենք Արևի պես է կնան երես է սեմը ճնջունքի կտուցի պես է Տեսնենք, արևա ծաղիկը, շատ ճիշտ է, այդ բար լսենք քեզ Թե անձրև կա գվազվզի, արև տեսնի գրվազի Շատ ճիշտ է, տեսնենք, արնուս, շատ ապրես, նստի, Արման քեզ լսենք Դուշը սկարի կոչ է սեկա կողորից, մեր փոքրիկ մի քար Ինչն է երեխաներ, բալը, բայց Արման ջան, բալը ահնչյունով չի սկսվում Ահնչյունը լսվում է բարամիջում Շատ լավ, իսկ դու Շիրակ ջան, ինչ ես նկարել Գնդակ, բա գնդակ ահնչյունով է սկսվում Գնդակը իմ սիրած խաղալիքն է, իսկ ահնչյունը լսվում է բարամիջում Այո, ապա կարակ բարի մեջ, կարակ բարը ահնչյունով է սկսվում Նարեկ ջան Ոչ, ահնչյունը սկսվում է բարամիջում Ես շատ եմ սիրում կարապ Մայրիկը ծնջան, տորթը միշտ զարդարում է սպիտակ կարապները Կեր իմ ջանան, բայց ես կարապի մասին մանելու Ասա, Ռուբեն ջան Մի թրջուկ աջրասում, զուկ է որ սուսուսուպուն Ջրի մեջ է անդհատ, բայց որ սագ է ոչ էլ բար Շատ ապրես տղա ջան, իրոք կարապի մասին, ապրեք բոլորդ է շատ լավ նկարել եք, մենք հետո դա կփակցնենք մեր անկյուններում, հիմա դրեք ձեր անկյուն Սևանենյան ձերը Նա մեր առաջին ուսուցիչն է, ճիշտ է երեխաներ, ապա ինչ գիտենք նրա մասին, ասա Նա հասկացավ, որ մեր երկիրը ուրիշ լեզվով է գրում կարդում Մեր ժողովուրդը, այո Մեր ժողովուրդը չի լինի, նա որոշեց ստեղծել հայոց տարեներ Շատ ապրես, Հակոբ ջան ասա Նած երկի երկի քաղաքի համար ամենտեղի մարդուկ ծրել և ստեղծել հայերենի տակը Շատ ապրես, ճիշտ է, ասա Լևոն ջան Չվերքի, ձերքը վերցեն գնան, կարմեր վարկեսի դատան հայերենասեք Այն ինչպես ասա, ահա Այսօր մաշտոցը Այն գործով պետք է, չէ մարդը հայրենասեր լինի Այսօր մաշտոցը մեծ հասակներին զորեցրեց հայերենի
սովորեցրեցին արդեն փոքրերին։ Այո, երեխաներ, Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերենի տարրերը, որոնց տվեց անուններ։ Այդ նկարչական ձեռնարկությունները հետո ցույց կտամ, դրեք անկյուններ։ Շուտ։ Այո, ստեղծեց տարրերը, նրանց համար ստեղծեց հաջորդական շարք, յուրաքանչյուր տարին տվեց իր հաստատուն տեղը, տվեց անուններ, յուրաքանչյուր տարին այ, բեն, գին, դա եւ այլն։ Եվ առաջին երկու տարերի անուններով կոչեց մեր այբուբենը, իսկ այն հաստատուն առաջին պատուհանը հենց տվեց Ա տարին, որ մենք տեսնում ենք մեր տարադարանի վրա, եւ այն դասագիրքը, որով մենք պետք է ուսումնասիրեինք, տարրերը սովորեինք, այ բենն արան կոչվեց։ Հասկանալի է երեխաներ։ Այո։ Լսենք քեզ։ Սիրելի Լսում ենք Սիբիլ ուղղակի բացակա է ասա։ Խորանչալի ձեզ է բարձում ավանդական պատկանիհին, սիրեք փոքրեր իմ սիրասուն, հայոց լեզուն ձեր մայրենի թող մանկական եշուրթերին, տարերը մեր արնեն թևեր, տարեն գալիք սերունդերին, հավերժական կրակը մեր։ Ռոբերտ, նկարելով ես զբաղված։ Ով ստեղծեց գրել հայոց մեծ հայ, պահող գրել հայոց, համ գրել հայրեր ստեղծողին, մեր հայ պահողի։ Լավ երեխաներ, իսկ մենք երբ գիտենք հայոց լեզվի մասին։ Ո՞ղեք ենք նստում։ Սիրում ենք ես հայոց լեզու, մայրիկիս պես անուշ եզու, մայրիկիս պես անուշ եզու, քեզնով եմ ես հրվարանում, կարդում գրում արտասանում, կարդում գրում արտասանում, ուր է գնամ, ուր է լինեմ, հայոց լեզուն միշտ կսիրեմ, հայոց լեզուն միշտ կսիրեմ։ Իմ այս փոքրիկ կյանքում ամենամեծ տոնն է այսօր, քո առաջին էջն եմ բացում, այբենարան մեր քարակոտ։ Ռոբերտ, Դուք հայերեն տարրեր սիրում, այսօրվանից իմն եք հավեր, կյանքի բոլոր ճամփաներում, պիտի միշտ էլ քայլեմ ձեզ հետ։ Ձեզնով գրեմ, ձեզնով կարդամ, սիրեմ լեզուն մեր հայրենի, մեծ Մաշտոցին լինեմ արժան, լինեմ որդի հավատարի։ Սիրելիներս, դուք հրաշամանուկներ եք, ես ձեզ խոստանում եմ, այսօրվանից ես ձեր ընկերն եմ դառնալու։ լսում եք Մարիա։ Շնորհակալություն, սիրելի այբենարան, մենք ուրախ ենք, որ գտանք քեզ, խոստանում ենք լինել պարտաճանաչ ու աշխատասեր, որպեսզի կարողանանք ծանոթանալ ձեր գաղտնիքներին։ Լավ երեխաներ, գուրգենալի ադամ ուրախ երկնեք երկում։ Առավոտյան արևի ներքով արթնանում են աչիկները քո, աթաղաղն է կտուրից թռչում, ատարին է յուր կանչում, ատարով ամպրոպ կա և անձրև, ատարով աստղեր կան և արև, ատարով աչթուկներ տատիկի և ագնոցներ պապիկի։ Ես ատանեմ հայկական, հայոց տարրերի արքան, ես ագնոցներ ու անձիր, ես ագնոցներ անձիր, ես ագնոցներ եմ քաջարին, ալիքներ եմ ծովերին, ես ատանեմ հայկական, հայոց տարրերի արքան։ Շատ ապրել։ Երեխաներ, դուք հաղթահարեցիք բոլոր գաղտնիքները, ձեզ համար բացվեց հրաշագործ վարագույրը, դուք ծանոթացաք և Ա տարին, և մեր սիրելի այբենարանին, որը ձեզ համար իրոք հրաշքներ է գործելու։ Այսօր մենք
հերթելով մեր նկար պատկերները, որոնք մեկ անգամ ևս հիշել, հիմնականում մենք պատմեցինք ինչեր երեխաներ։ Պատմություն ինչերից էր կազմված, ասաշտավան է, դվի մենք պատասություն։ Կազմված է նախադասություն։ Ապրես, ապա ինա նախադասություն։ Նախադասությունները կազմված են բարերից, բարերը։ Սպասի շտապի, ապա տեսնեմ ասանարը։ Բանքերը կազմված են բանկերից։ Իսկ բանկերը։ Բանկերը կազմված են հնչյուններից։ Հնչյուններից, և հնչյուններից մենք առաջինը ծանոթացանք հնչյունի հետ։ Բերեք արտասանենք ինչպես է արտասանվում։ Երկար, ճիշտ է։ Երեխաներ, ուրեմն հայերենի հնչյունները երկու տեսակ են, ձայնավոր և բաղաձայն։ Կոնկրետ մեր հնչյունը, քանի որ առանց դժվարության, առանց արգելակումների մենք արտասանում ենք և արտասանում ենք ինչքան կարող ենք երկար, ձայնավոր է, առաջին ձայնավոր հնչյունն ենք մենք արտասանում հիմա։ Մեր նկարում ուշադիր նայեք, մենք հաջորդ ժամին գրքին ավելի շատ կանդրադառնանք և ինչպես նաև կսովորենք ատառի գրությունը։ Հիմա ես ուզում եմ ուղղակի իմ ձեռքի նկարին նայելով, դուք մոտավորապես պատկերացում ունենաք երեխաներ։ Սա տպագիր մեծատառն է, իսկ սա տպագիր փոքրատառը, ինչպես որ մենք տեսնում ենք այստեղ։ Սա արդեն տպագիրն է, սա ձեռագիրը։ Հասկանալի է։ Ուզում եմ ուղղակի պատմություն այս նկարի շուրջ, փոքրիկ պատմություն ստեղծենք, ապա դուք ձեր բարերով ստեղծեք այդ պատմությունը, ասա Մարիա։ Արան բացատրում էր անին, որ Արարատսարը մերն է լինել։ Կարելի է, ինչու՞ չէ, հետո մենք ավելի կկոնկրետացնենք, սկիզբն ու վերջը ավելի լավ արդեն այսօր նոր ավարտեցինք մեր պատմություն, նախադասություն, բառ, նկար պատմությունները ու մեր այբենարանով մենք արդեն բացեցինք այն էջը, որտեղ սկսվում էին տառերը, ճիշտ է։ Ու տեսակ առաջին տառը որն էր, որ մեզ հյուրեր եկել երեխաներ։ Տառը։ Մենք լսում էինք, չէ՞ երեխաներ։ Իսկ հիմա արդեն գրում ենք, ճիշտ է։ Մեր տետրերի մեջ մենք արդեն այսօր գրեցինք տառը։ Հնչյունը մենք արտասանում և լսում էինք, տառը պետք է գրենք և կարդանք, չէ՞։ Ու շատ ուրախ եմ, որ բոլորիդ մոտ ստացվել է, բոլորդ էլ շատ գեղեցիկ արդեն գրում եք տառը։ Մեկ անգամ ևս ձեզ շնորհավորում եմ ես այսօրվա կապակցությամբ։ Եղեք միշտ հաջողակ երեխաներ, եղեք միշտ առողջ, ինչպես որ սահուն ու գեղեցիկ անցավ մեր այսօրվա դասը, թող այդպես սահուն ու գեղեցիկ անցնի ձեր կյանքի մնացած բոլոր օրերը, բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և ուսման մեջ, և ընդհանրապես կյանքում, ձեզ բարի երգ սիրելիներս, թող ատառը ձեզ հաջողակ ուղեկից դառնա ձեր ամբողջ կյանքի ընթացքում և այդ տառով սկսվող բառը, արև բառը, թող միշտ փայլուն պայծառ ժպտա ձեր գլխավերևում։ Ձեզ հաջողություն սիրելիներս։ Ինչ եք ասելու։ Շնորհակալություն։